Բարի եւ օրհնված օր բոլորիդ։ Օրհնում եմ ձեր կյանքը, օրհնում եմ ձեր ժամերն ու ժամանակները մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Ու գիտեք ինչ էի ուզում ձեզ ասել, որ այն ճանապարհը, որի միջով դու ժամանակին անցել ես, կամ հիմա դու անցնում ես, վաղը կարող է ինչ որ մեկի համար փրկության պատճառ դառնալ։ Որովհետև այն դժվարությունները, այն կրակները, որի միջով դու ժամանակին անցել ես, հենց դրա մեջ Աստված սկսել աշխատել քո հետ, որ այսօր ինչ որ մեկի համար դու դառնաս պատճառ հանդիպման այն Աստծո, այն զորավոր Աստծո հետ, որ դու ինքդ հիմա ճանաչում ես։ Գիտեք, երբ որ ես ժամանակին անցնում էի դժվար իրավիճակների միջով ու լրիվ միայնակ, ես միշտ Աստծուն հարց էի տալիս, Տեր իմ Աստված, ինչի համար այսքան շատ ու ինչի հենց ես, ինչի հենց իմ հետ։ Գիտես, այն ժամանակ չունեի այդ հարցերի պատասխանը, իսկ հիմա գիտեմ։ Որովհետև հիմա տեսնում եմ Աստծո գերբնական գործը իմ կյանքի մեջ ու հանդիպում այն մարդկանց հետ, որոնք անցնում են այն նույն դժվարությունները, որոնք ես ժամանակին եմ անցել։ Ու հիմա ես գոհություն ու փառք եմ բարձրացնում եմ Աստծուն, որ հենց այդ դժվարին իրավիճակի մեջ էին կոփել, սովորեցրել, պայքարել, որ ես հիմա այդ նույնը փոխանցեմ այդ նույն մարդկանց, ովքեր Աստծո կարիք ունեն։ Երբ անցնում էի ուղիներով, մութ ու խավար և անհույս, հավատում էի ինչ է լինի, Հիսուս ձեռքս բաց չի թողնի, ամեն անգամ երբ ցավոտ էր, Տերս ինձ իր գիրկներ առնում, ամեն անգամ երբ լացում էի, Տերն էր արցունքը սրբում։ Հոսում էր սերը Հիսուսի, ասեցի դեր չեմ հանձնվի, ինչ է լինի ես կանցնեմ, մենակ դու իմ հետ եղի, ձեռքս դու միշտ ինձ բռնի, հացրու ինձ զենքերդ, նոր է սկսվում իմ կռիվը, անտալով ճամփաս կգնամ, հաղթանակերով առջևդ կգամ։ Ամենտեղ զարայեցրու Եվ քանի որ Հիսուս ուներ իմ մեջ էլ հոգին Իր զորավոր կգնամ այնտեղ որտեղ Տերս կասի չպիտի մնացում որ Աստծուս չքոնավի Կծարայեմ որքան պետք է որքան շունչ որ կա իմ մեջ ողջ փառքը քեզ իմ Հիսուս ողջ փառքը քեզ Meet me
այն քեզ